Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես 3-ի առաջի օրը 2 օր առաջ որոշում կայացվեց եւ կալանավորվեց Միքայել Սրբազանը, դրանից առաջ գիտեք, որ կալանավորվել էր Բագրատ Սրբազանը եւ նաեւ մեր հայրենակից մեծ բարերար Սամվել Կարապետյանը։ Ակնհայտ է, որ Նիկոլ ազատություն է տվել իր ձեռքերին եւ իր գործողություններին, այլևս բոլորովին նոր ոճով է աշխատում եւ շատ միամիտ կհնչի, եթե ասենք, որ ինքը այսպես միամտաբար կամ պահի ազդեցության տակ, կամ ոմանք ասում են խելագարության, չգիտեմ եսի ինչով, չէ, ակնհայտ է, որ շատ կոնկրետ պլանավորված պլան է, ծրագիր է իրականացնում դրանք, ովքեր որ այս կամ այն կեն վտանգ են ներկայացնում իր համար, ինքը հեռացնում է։ Ակնհայտ Նիկոլը իր բոլոր գործողություններով պատրաստվում է առաջիկա ընտրություններին եւ պլանների իրագործման, այդ պլանները 7 տարին հետևելով այս 7 տարիների ընթացքում ինչ տեղի ունեցավ, ստաբար կարելի ասել, այսինքն նպատակները եւ ծրագրերը համահունչ են Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակներին եւ ծրագրերին։ Եթե ժամանակին ասում էինք, որ եթե Ադրբեջանի նկարտումներն Արցախը ունենալ եւ ոչ միայն Սյունիքը, իսկ Թուրքիայի նկարտումներն են գրավել ողջ Հայաստանը, Երևանը եւ ողջ Հայաստանը։ Մենք տեսնում ենք, որ այդ ամենը իրագործվում է։ Եթե տեսնենք նաեւ հետևենք վերջին հանդիպումներին, այդ բավարարված բան հայտարարությունները, դրանից հետո եղած հայտարարությունները, արձագանքները, ռևերանսները, կոմպլիմենտները եւ այլն, մի պարզ բան, ասենք, մենք տեսնում ենք, թե ինչպես են արձագանքում հայկական կողմը, հատկապես Թուրքիայից հնչած այս կամ այն մտքին կամ տեսակետի հետ կապված ինչպես են արձագանքում եկամ Ադրբեջանը եւ տեսնենք օրինակ մեկ այլ երկրի հետ կապված, ենք Ռուսաստանից, եթե ինչ-որ մի բան է հնչում, իհարկե նույնը տարածվում է նաեւ արևմտյան որոշ երկրների, հատկապես Ֆրանսիայի հետ կապված, ակնհայտ է, որ այս առումով, ինչպես ասում են, խավորությունը ինչպես դեռ տարիներ առաջ, հիմա էլ շարունակում է իր վրա վերցնել։ Ֆրանսիա չասենք, եկեք ասենք Մակրոնը, որտեղ մի քիչ դժվար է ասել, հիմա Մակրոնը իրականում տանում է Ֆրանսիայի ժողովրդի, այսպես ասած, իրականում իրենց ընտրացնել թե դրճիկ, ես ճիշտ ասած հաճախ եմ լինում Ֆրանսիայում եւ գուցե մի քիչ տարօրինակ չի, ես չեմ հանդիպել մի մարդու, որ ասի մենք ասենք իրեն երկրպագում ենք, ընտրում ենք ան։ Իդեպ դուք հիշում եք, որ նաեւ փոխնախագահը նորընտիր Ֆրանսիայի նորընտիր Միացյալ Նահանգների փոխնախագահ ես առաջին ելույթը դրա մասին էր խոսում, որ ինչ դեմոկրատիայի մասին է խոսում, տեսեք իրենց դեմոկրատիայի բաստիոն հռչակված եվրոպական առաջատար երկրներում ինչ է, ինչ տերոր է ընդհանրապես այլակարծության հետ կապված ինչ է կատարվում եւ ընդդիմության նկատմամբ ինչպիսի գործողություններ, այնպես որ այդ միայն մենք չէ որ նկատում ենք, դա շատերն են նկատում, թե ինչ բռնություններ եւ ճնշումներ, ձերբակալություններ, քրեական գործեր եւ այդ ամեն ինչը շատ սահուն կերպով նաեւ մենք տեսնում ոչ թե սահուն կերպով, շատ բիրտ ձևով, կոպիտ ձևով հիմա մեր իրականության մեջ է։ Եվ այսպես ինչու տեսեք, մենք շատ հաճախ էինք ասում, որ մեկ սրբազան ոտքի կանգնեց, եւ բավարար աջակցություն իրականում չուներ եկեղեցու կողմից եւ Մայր տաճարի կողմից, Վեհափառի կողմից, այո, միայն Բագրատ Սրբազան, երբ որ հարցնում են, օրինանքը ես ոչ Միքայել առանց Վեհափառի օրհնության չեմ անում, բայց ըստ էության ինքը միայնակ սկսեց, մենակ տարավ այս process-ը, բայց ինչ որ մի պահից վստահաբար ազգային ուժերը միացան, բայց անշուշտ այս ամեն ինչը Բագրատ Սրբազանի առանցքի շուրջ էր։ Մենք դրա մասին շատ ենք խոսել, հետո որտեղ սխալվեց, այդ մարդը քաղաքական չէր, չգիտեր այլևս ինչ աներ եւ այլն, բայց ակնհայտ էր, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, պարոն Բոզոյան, որ եթե մեկ սրբազան այդպես ոտքի է կանգնում այդ փուլում, եթե 30 սրբազան ոտքի կանգնեին եւ հայ առաքելական եկեղեցին Մայր տաճար, Վեհափառի նաև ինքն էլ իր աջակցությամբ ոտքի կանգնին, իսկապես դա շատ մեծ հզոր թափ կլիներ։ Արդյոք սրա համար չէր, որ գնաց այսպիսի այդ գիտակցումը չունի Նիկոլը, որ այնուամենայնիվ եկեղեցին մնում է հայ առաքելական եկեղեցին մնում է
այն հզոր բան ուժը, որ կարողացավ մեկ անգամ առնվազն ցույց տվեց, մի սրբազան ցույց տվեց։ Իսկ ինչ կլիներ, եթե այդպես վեհապարը ոտքի կանգներ, մյուս սրբազանները եւ ընդհանրապես զանգերը ոչ թե այս պահին հնչեին, այլ շատ ավելի շուտ հնչեին։ Արդյոք դրա համար չէր, որ երկու սրբազանների որոշեց ինքը ձերբակալել եւ ակնհայտ է դառնում, որ վերջին սյունն է մնացել դիմադրության, ըստ էության, առնվազն գոնե այս փուլում եւ ուզում է դա կոտրել եւ ինքը հետեւողական այսօր էլ է նորից հայտարարել է վեհապարի հետ կապված, ինքը իհարկե ուրիշ կերպին վեհապարի հետ կապված ասել է, որ իր հետ կհեռացնենք, միևնույն է իրեն հեռացնելու ենք, այսինքն այս անձը չի հանգստանում, գնում է այդ ուղղությամբ։ Ինչու։ Տեսեք, այս ինչ որ դուք նկարագրեցիք, շատ էմոցիոնալ մի հատ դաշտ էր, Անժելա, որտեղ սա խառնված է իրար մեջ, մի քանի փորձենք տարանջատված ձևակերպենք։ Նախ եւ առաջ այս process-ը եկեղեցու դեմ չէ։ Այս process-ը Հայաստանի պետականության դեմ է։ Եկեղեցին դա չէ, նույն բանը չէ։ Իսկ եթե ասենք լիներ դա միայն եկեղեցու դեմ ինչ-որ խնդիր կամ բան, դա սա դրսի պատվեր է, որտեղ Նիկոլ Փաշինյանը ստեցան կախված է Էրդողանից, Ալիևից, որտեղ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ շանս չունի ընտրություններում հաղթելու, ինքը մուրում է իրենցից մի խաղաղության փաստաթուղթ, մինչև ընտրությունները, որպես այդ խաղաղության փաստաթղթով, ինչպես որ 21 թվականի մուրճը ձեռը ասում էր, որ ես նախկինների փողերը հետ եմ բերելու բաժանելու եմ ձեզ, հիմա քանի որ նախկին փողերին ոչ մեկ չի հավատում, որտեղ ինքը սա յուրացրել է այդ փողերը արդեն, ինքը հիմա հույս ունի, որ այդ թուղթը ձեռը մարդկանց տնետուն գնալով, յուղարգյուղ գնալով ասել է, որ ես ձեզ բերել եմ Էրդողանից ու Ալիևից խաղաղություն, սա է ձեր ապացույցը, դուք ինձ քվեարկեք հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Էս է խնդիրը։ Էրդողանն ու Ալիևը տեսնել է, որ այս մարդը մուրում է իրենցից, իրենց պատանն է դարձել, իրանք անverջ պահանջներ են դնում, որպես այդ թուղթը իրեն տան։ Սա է խնդիրը։ Դրա համար էլ իրենք ասում են, պետք է կալանավորես, ընդհանրապես իրենք ասում են, պետք է կալանավորես բոլոր ազդեցիկ պետական գործիչներին։ Դա Սամվել Կարապետյանն է, դա նախկին երկրի ղեկավարներն են։ Այսինքն Սամվել Կարապետյանի ձերբակալությունն է Էրդողանի եւ Ալիևի, ինչու։ Սամվել Կարապետյանի, որտեղ ինքը ազդեցիկ գործիչ է, ինքը միլիարդատեր է։ Բայց միջև այդ Սամվել Կարապետյանը այնպես ինչ որ քայլեր բան չէր, մենք Մոսկվայում, տեսեք, կապ չունի, որովհետեւ նույն ուշադրություն դարձրեք, որ Սամվել Կարապետյանին կանոնավորեց հունիսի 17-ին, իսկ 21 թվականի հունիսի 18-ին, մեկ օր հետո, 21 թվականի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի հայտարարությունով հանդես եկավ, որ ինքը հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանը։ Եթե Սամվել Կարապետյանը այդ օրը հրապարակ չգար եւ ասեր դուք գնում եք հայ առաքելական եկեղեցու դեմ, ես դեմ եմ դրան, իրանք էլի կանեին այդ։ Տեսեք, լավ հարց եք տալիս, ինքը պատերվակ էր ման գալիս Սամվել Կարապետյանին, որտեղ ինքը հունիսի 20-ին պետք է։ Այսինքն եթե բարձր փռշտարեր Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը ձերբակալելի է։ Եթե դուք նկատեցիք երեկվա քննչական կոմիտեի նախագահի խոսքերի մեջ, իրենք արդեն պատրաստում են կարել Սամվել Կարապետյանի վրա մի գործողություն, որը իբր նա կատարել է արդեն մինչև այդ, այսինքն այդ հայտարարությունը կապ չունի։ Իրենք ասում են, որ ինքը Սամվել Կարապետյանը ներքաշված է ինչ որ մի դավադրության մեջ շուտ բանից։ Այդ բանը դու ասեմ, որ ինֆորմացիայի մասով դուք պատկերացնեք։ Այսինքն ինքը հունիսի 20-ին պետք է հանդիպեր Էրդողանի հետ։ Էրդողանի հանդիպումից առաջ իրեն պետք էր որոշակի դրական բաներ, աչոքներ, որպեսզի Էրդողանի մոտ ինքը տնայ բանը լավ գնահատական ստանար, որպեսզի Էրդողանը լավ աչքով նայելով խնդրբանաներ ճնշեր Ալիևին, որ Ալիևը համաձայնվի իր ասացի մեջ։ Բայց հետաքրքիր հետ նայինը, որ այդ նույն օրը Ալիևը հայտարարեց, որ ինքը Հայաստանին համարում է որպես ռազմական հանցագործ։ Այսինքն Ալիևը ճիշտ հակառակ տրենդով է շարունակում, Հայաստանին համարում է ռազմական հանցագործ եւ այլն, այստեղից որևէ արձագանք գոյություն չունի, ոչ մի արձագանք։ Ինքը հարձակվում է Հայաստանի ներքին կառույցների վրա, որպեսզի աչոք հավաքի Ալիևի Էրդողան, այսպեսի մուրացկանական քաղաքականություն անարժանապատիվ կեցված եւ բայց դա գալիս է իր կարգավիճակից։ Ինքը ունի զրոյական կարգավիճակ Հայաստանում, իր հեղինակությունը 10% է ընդամենը Հայաստանում, չի ամոթալի է, որ 10%-ն իրեն դեռ դիտարկում են որպես լուրջ ղեկավար, բայց դա փաստ է։ Ինքը շատ լավ հասկանում է, որ շանս չունի ընտրություններում հաղթելու, ինքը փրփուրներից կախված վախից ելնելով, վախի սինդրոմից ելնելով, փորձում է
միաժամանակ եւ Դուրգալ Ալիևին եւ Այսինքն դուք կարծում եք ինքը հայ առաքելական եկեղեցուց վտանգ չէր տեսնում, միայն Էրդողանն ու Ալիևն ասել են, որպեսզի քո հավատարմությանը մենք հավատանք, գնա սրբության սրբոց հայ առաքելական եկեղեցին ավիրի, սրբազաններին ձերբակալի, վեհապարին, չգիտեմ, դատի, մենք կհավատանք, որ դու մերն ես։ Առաքելական եկեղեցին ինքը ուղղակիորեն վտանգ չի ներկայացնում Փաշինյանին, բայց իր գոյությամբ, իր ինքնության պահպանությամբ լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Սա է խնդիրը։ Առաքելական Բայց Նիկոլի Աթոռին վտանգ չի սպանում։ Մի բարկան էլի։ Անժելա, ուրեմն առաքելական եկեղեցին երբևիցե ընտրությունների ժամանակ չի մասնակցել, վեհապարը ընտրությունների տեխնացու չէ, վեհապարը երբևիցե ոչ մի պարագայում ընտրությունների մասնակցելու հայտ չի ներկայացրել, ինքը քաղաքական կոնկուրենտ չէ։ Երբ որ մենք սա խառնում ենք իրար հետ, միանգամից մի հատ այնպես խառնաշիլաշփոթ ենք սարքում, մարդիկ չեն հասկանում թե ինչի մասն է խոսքը։ Մարդկանց թվում է թե սա անձնական կռիվ է վեհապարի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Այդ մտածողությունն է, այս դաշտը այսինքն միայն Էրդողանի եւ Ալիևի հրահանգ է։ Բայց եթե ինքը այս պահին գնացել է սրբազաններին ձերբակալել է, հարձակվել է, չկա այսպիսի բան պատմության մեջ հայ առաքելական սրբազաններին ձերբակալում է։ Եվ դրա զուգահեռ Ալիևը այսպիսի այլանդակ հայտարարություն անում։ Դա եմ ասում ես, սրբազաններին ձերբակալում է որպես հանգրվան վեհապարին ձերբակալելու համար։ Այսինքն ինքը սրբազանին ձերբակալում է, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի վեհապարը հրաժարական տա, որպեսզի իր մարդուն նշանակի, սա է խնդիրը։ Այսինքն սրբազանները իր համար դարձել են միջոց վեհապարին ձերբակալելու քայլ անելու համար։ Սա է գլխավոր հարցը։ Շատ լավ, մեկ հարց։ Հիմա Էրդողանը դուք ասում եք Էրդողանն եւ Ալիևն են այս խնդիրը դրել իր առջեւ, որ պիտի հեռացնես վեհապարին։ Իրենց կռիվը հայ առաքելական եկեղեցու դեմ է, թե կոնկրետ վեհապարի դեմ է։ Դու ասում ես կհանի մեկ ուրիշին կդնի։ Գիտեք, ես մի բան ասեմ ձեզ, պարզավորյալ չեն ասելու, որ պիտի եկեղեցին վերացնես, իսլամական կարգեր հաստատես։ Իրանք ասում են եկեղեցուն որ վերացնում ես, եկեղեցուն որ նշանակես վեհապարին, նշանակես քո կցորդը արդեն կհայտարի նենց բաներ, որ մեզ դա արդեն ըստ էության կգնա արդեն process Հայաստանի փաստացի եկեղեցու կազմակերպման գործընթաց։ Ինչպես որ ինքը կազմակերպեց բանակը, կազմակերպեց պետական կառույցները։ Այսինքն իրականում վեհապարին հարվածելով ինքը վերջնական կազմակերպում է։ 21-րդ դարում ենք ապրում, 21-րդ դարում հիբրիդային պատերազմի մեջ ոչ մեկ չի ասում որ դու եկեղեցին պետք է վերացնես։ Ինքը ասում է եկեղեցին վերացնես, ինչպես որ չեն ասում Հայաստան պետք է վերացնես։ Հայաստանը նշանակում է մի հատ մարդու, այդ մարդը սկսում է կազմակերպել պետականությունը։ Այսինքն 21-րդ դարում ոչ մեկ չի ասում որ մենք պետք է գանք Ռուսաստանը վերացնենք։ Ռուսաստանից տակից են քանդում, ոչ մեկ չի ասում որ Ֆրանսիան պետք է վերացնեն կամ տակից է քննում process-ը։ Հիմա նույնը Հայաստանում տակից հիբրիդային պատերազմը։ Շատ լավ, դիմադրություն, այդ հարցը տվեցի ու բան։ Ալիևը տեսնում է այս ամենին, չէ՞, նորից հարվածում, անընդհատ հարվածում ու անընդհատ ստորացնում Նիկոլին, չէ՞, չի հայտարարություն, որտեվ ինքը ինչ պիտի թեքվիր ընտրողներին ասի, ընտրողները ասի ամեն ինչ տալիս է, տեսնում են, չէ՞, մարդը պատրաստ է սրբազանների դեմ։ Հիմա մի հատ խոսեք այս գործ կարելու։ Հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանը, դրա բանը այդ Կալասին, Մակրոնին, բանը բողոքում ասում հարգելի Մակրոններ, հարգելի ինձ աջակցեք, որտեվ Ալիևը շատ բան է ինձ ուզում, ինձ էս արդեն բացայ արդեն թուրքական խաղաթուղթ եմ բացել, բայց էլի շատ են ուզում, ինձ խնդրում եմ ինձ նենց արեք, որ ես վերջնականապես խայտարակ չնեմ։ Նրանք էլ ասում են մենք չունենք ազդեցություն Ալիևի վրա, կարանք փորձենք Էրդողանի հետ խոսենք, բամբասենք, փսփսանք, բանանենք, բայց էս է իրավիճակը, այսինքն ինքը նվաստացման աստիճանը պատկերացրա, ինքը այնքան է նվաստացած, որ ինքը խնդրում է Մակրոններին, Կայա Կալասներին, Էրդողանին ինչի վար։ Էրդողանն էլ է խնդրում, ինքը բոլորի ոտերը ընկած խնդրում է որ մի բան արեք, Ալիևը թուղթը մեզ ինչ շնորհի, որտեղ առանց թղթի ես որևէ շանս չունեմ վերարտադրվելու։ Բայց նույնիսկ ասեմ դες թղթով էլ շանս չունի։ Մեր հարցումները ցույց են տալիս մեր Դրանք կգանք էլի, ես այնքան հարցեր ունեմ ձեզ, պարոն Բոզյան։ Հիմա ինչ է կարծում, հաջողելու է նախ ինչպես է դուք ասեցիք երեք լսել եմ քննչական կոմիտեի ղեկավարին, ինչպես է կարում այս գործերը եւ տեսեք քննչական ինչ մեթոդով եւ ինչով է երեկվա հայտարարությունները թե ինչ ծրագրեր են իրենք բացահայտել, երբ որ ասում են թե պետք է ավտոբուսներ վարեն։ Իմիջիատիվ ոչ թե հայտնաբերել են մի քանի օրինական զենք, որ կա ցանկացած որսորդի տանը, տեսեք ինչ են հայտնաբերել։ Մանուշակագույն չգիտեմ։ Դրանց է որ պետք է, չգիտեմ, մեքենաներ վարել, բաներ, այն ինչ որ ինքը թվարկեց 2008 թվականի մարտի 1-ին կյանքի կոչվել է։ Այսինքն կյանքի կոչվել է այն ինչ որ ինքը քննչական կոմիտեին Նիկոլ Փաշինյանը այն ինչ որ մասնակցում էր այն զինված խմբավորման մեջ, որը մարտի 1-ին անում էր, քննչական կոմիտեն որ դա հայտարարում է, եւ երբ որ հայտարարում է որ ինքը նեղված է որ հասարակությունը իրեն չի վստահում, եւ միաժամանակ հայտարարում է որ իրեն
Նիկոլ Փաշինյանը ցույցում չի տալիս, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան գրառումներով է ցույցում տալիս, երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում է, որ սարին բանտ է նստածում, ԱԾ իր պատվալներն եմ նստացնելու։ Այսինքն փաստացի, երբ որ բոլորը գիտեն, որ այդպես է, եւ այս քննչական կոմիտեի բանը ղեկավար ծիծաղելի կարգավիճակի մեջ հայտնվել ասում է, չէ, ինձ ոչ մի ցույցում չի տալիս, մենք ինքնուրույն ենք այս բաները բացահայտել, ուղղակի պարզ մի բան ասեմ ձեզ, այս կյանքը չի ավարտվում, չէ՞ սենց։ 1 տարի հետո ընտրությունից հետո իշխանությունը փոխվելու է, չէ՞։ Այդ քննչական կոմիտեին հայտարարվել հետևել, որ դու բացել ես ծրագիր, այդ ծրագրի հիման վրա դու պետք է գնայիր ձերբակալեիր արդեն Նիկոլ Փաշինյանին 2008 թվականի մարտի 1-ի գործով, որտեղ այն ինչ որ ինքը հայտարարում էր, այդ նույն ծրագիրը կյանքի է կոչվել մարտի 1-ին։ Ես չգիտեմ թե այդ ծրագիրը այս պայդրությամբ կյանքի իրական է թե ոչ։ Համարենք որ ինչ որ խելագարներ կան, որ այս ծրագիր կարող են կոչել, բայց մենք գիտենք, որ 2008 թվականի մարտի 1-ին այդպիսի ավանտյուրիստներ կային, եւ այդ ավանտյուրիստները կյանքի էին կոչում, ավտոբուսներ էին վառվում, մեքենաներ էին շուռ տալիս, Նիկոլը կասի ես դրա համար դատվել եմ։ Ոչ, դա վաղեմության ժամկետի խնդիր է, եթե դատվել է եւ Իրան բանը ներումեշները դա նախկին իշխանության քաղաքականության արդյունքն է եղել, եթե քննչական կոմիտեի նախագահն այդքան սկզբունքային է, որ ինքը մտահոգված է Հայաստանում այսպես ասած բանի համար, ինքը պարտավոր է այդ գործը վերաբացի եւ Նիկոլ Փաշինյանի բերի այս սա խնդիր է, իր համար է խնդիր, որտեւ ինքը ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ փաստացի 3 եւ այդ հարցը իրեն տալու են բանը իշխանապողությունից հետո առաջինը, որովհետեւ այն քննիչները ինքը, որ հիմա այս գործը բացում են, մարդիկ հարց են տալու, բայց դուք ինչի այն մարդու գործը չեք բացել, ինչի, երբ որ դուք տեսնում եք այս ծրագիրը կա, ընդ որում այս ծրագիրը կա թե չկա, դեռ հարցական է, որտեվ այս մարդու հանդեպ չկա ֆունդամենտալ անվստահություն։ Տեսեք, օրինակ Աջապարյանի հետ կապված, դա ծիծաղելի մակարդակի։ Աջապարյանը ընդամենը 2024 թվականին, չգիտեմ, այս տարի ինքը մտորումների մեջ։ Պարոն Բոզյան, 23-ին ասեք, 24-ին էլ այսօրվա իշխանությունը ասել է, որ դա բանտեղ խնդրեմ չկա։ Ուրեմն ինքը 23 ինքը մտորումների մեջ ասում էր, որ այս քաղաքական դաշտը չկայացած դաշտ է, գոյություն չունի, երկիրը ծանր վիճակի մեջ է, պետք է իշխանությունը փոխվի։ Բան ինքը մտորումների մեջ մարդը որպես մտավորական իր հուզմունքներն է ներկայացրել, այդտեղ ոչ կոչ կա, ոչ բան կա։ Հիմա տեսեք, այն ժամանակ էլ դատախազությունը հասկանալի պատճառներ է, որ Աջապարյանը ոչ մեկի խնդրեմ չի։ Ինքը ասում էր, որ դա հանցակ չկա, որտեղ Աջապարյանը հետաքրքիր չէր ոչ մեկին, ինքը ոչ մի ծրագրի մեջ չի եղել։ Ինչ են հիմա ներքաշում։ Շատ պարզ, որտեղ ասեցի, որ իրենց գլխավոր նպատակը վեհապարն է, իրենց համար պետք է ցույց տան, որ կա մի հատ մեծ համաշխարհային դավադրություն, այդ դավադրությանը գլխավոր գլուխը վեհապարն է, տակից աշխատում է սրբազանների միջոցով, աճ թևով Բագրատ Սրբազանը ձախ թևով աճ, այսինքն այս մարդկանց ծրագիրն Աջապարյանը հայտնվել է այս վիճակի մեջ, հանգաման քաղաքական իրավիճակը փոխվել է, քննչական կոմիտեն ասում է մենք հիմա այդ գործը բացում ենք, այն ժամանակ քաղաքական իրավիճակը այլ էր, դեռ եկեղեցու պահանջ չկար, Էրդողանը այդպես խնդիր չէր դրել իր առաջ, այդ այնց Աջապարյանը ազատ հանգիստ կարար իր մտորումները շարունակել ասել, այս է իրավիճակը, Անժելա ջան, այսինքն մենք պետք է հստակ հասկանանք, թե այս մարդիկ ինչի համար են դնում, ինչ նպատակ են դնում, բայց մի բան էլ կարող եմ ասեմ, սա ցույց է տալիս նաև գիտեք ինչի մասին, իսկապես ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք իշխանության փոփոխության մասին, 21-րդ դարում ընդհանուր առմամբ եմ ասում, քաղաքագիտական, քաղաքակրթության մակարդակը այնպեսին է, որ աշխարհում բոլոր իշխանապողները հատկապես քիչ թե շատ իրենց ցիվիլ համախ երկրներում կատարում են խաղաղ անհանձնության սկզբունքի միջոցով կամ ընտրությունների միջոցով զինված խմբավորումներ սարքելը, կազմակերպելը այդ ավանտյուրիստների գործն է, բայց այդ ավանտյուրիստները աշխարհի բոլոր տեղերում կան եւ իշխանությունը միշտ իր բանը մարդկանց ներդրում է այդ բաների մեջ, որպեսզի այդ բանով կարողանա ամբողջ քաղաքական դաշտը վրա կարի այդ բանը։ Այսինքն այս մարդը Նիկոլ Փաշինյանը հասկանալով որ ընտրությունների ինքը որևէ շանս չունի եւ ստիպված ինքը կատարում է Էրդողանի եւ Ալիևի պահանջները, ինքը նաեւ վախենալով ինքը հիմնական իր մրցակիցներին փորձելու է խաղից դուրս անի։ Ոնց անի։ Սաղ իրա կարի որ այդ մարդիկ ուզում են ոչ ընտրական process-ով իշխանություն փոխել։ Այդ ազում կարի։ Հիմա դրա համար ես ինչ եմ ասում, այն խոսույթը, որ ասում են թե մենք ընտրություններով պետք է չգնանք, մենք պետք է ուրիշ ճանապարհով գնանք, այդ խոսույթը նպաստում է Նիկոլ Փաշինյանի համար, որտեղ այսօրվա դրությամբ եթե մենք այդպես գնանք հասնենք մինչև 2026-ին, գործից չի մնալու դրսում, բոլորին տանելու է բանտերում նստի։ Դրա համար ես չեմ ասում, դրա համար նույնց եմ կրկնում հետեւյալ դարում 21-րդ դարում այս ժամանակաշրջանում չկա երկիր որտեղ ընտրությունները փոխվեն, բանը իշխանությունը փոխվի,
ընտրական միջոցով կամ խաղաղ անհնազանդության տարբերակով։ Երկու տարբերակ կա, երրորդ տարբերակ գոյություն չունի։ Փոխվի թե չփոխվի, փոխվում է դրանով։ Սիրիայում ոնց փոխվեց։ Սիրիան դա միջին արևելք է։ Եթե ուզում ես Սիրիայի ճանապարհով գնալ, դա ապագա չի, որտեղ եթե զինված խմբավորումը գա փոխի, դա ոչ մի երաշխի չկա, մենք կարող է շատ ավելի վատ վիճակի մեջ հայտնվենք։ Դրա համար այդ քաղաքական գերագիտության խնդրի պակասն է, որ մեր ժողովրդի մեջ կա, որից օգտվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ես դրա համար եմ ասում, մեր այսօրվա գլխավոր ճշնամիները Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է եւ այն շրջանակներն են, որոնք այդ խոսույթով աշխատում են եւ հիմք են տալիս Նիկոլ Փաշինյանին այսպիսի պրոցեսներ տանելու համար։ Մենք պետք է ամեն ինչ եկեղեցու դիմա, եկեղեցին ունի, գանք հետո գանք ընդդիմության մասին խոսենք։ Եկեղեցին ունի այդ դիմադրողականությունը, ինչ ցույց տվեց, որ գնաց երկու սրբազանի վերցրեց։ Իր մոտ չի հաջողում արդյոք։ Եկեղեցին այդ տիպի այդ խնդիրը պետք է լուծի հասարակությունը, որտեղ ունի մեր հասարակությունը։ Տեսեք, երբ որ իշխանես հիմա ես ասեմ, երբ որ իշխանությունը հայտարարում է, որ ինքը պետք է գնա եկեղեցու հետևից բան, դա սահմանադրության ուղղակի խախտում է, որը հետևելու է իր հեռացմանը, բայց այդ խնդիրը, քանի որ սահմանադրության խախտումը դա արդեն քաղաքական խնդիր է, քաղաքական ուժերը պետք է աջակցեն։ Եթե եկեղեցին մտնի այդ process-ի մեջ, Նիկոլ Փաշինյանը կասի, տեսեք, եթե բանը դուք ինձ մեղադրում եք, որ ես մտնում եմ եկեղեցու դաշտի մեջ, եկեղեցին իմ դաշտի մեջ է մտնում։ Այսինքն որպեսզի մենք հիմք չտանք իրան եկեղեցու դաշտի։ Այսինքն եկեղեցին այնուհետև իրեն շատ ճիշտ պահեց։ Իհարկե ճիշտ է պահում։ Այսինքն քաղաքական դաշտի գործարարները զարմանում են, որ դուք տենց պարշի որ ճիշտ է պահում։ Եկեղեցին ուզում եք, որ ինքը մտներ քաղաքական չափ դառնար քաղաքական ուժ։ Պիտի ծաղրել է դա, կներեք, հիմարության, անմեղսունակության վերջի աստիճանն է։ Եկեղեցին իրան ճիշտ է պահում եւ հիմք չի տալիս, չնայած Նիկոլ Փաշինյանը դες խելագարվում է, ինքը ուզում է հիմք ներքաշի չի ստացվում իր համար։ Ինքը չի, դրա համար, բայց որպեսի իրան կանխեն, ոչ թե եկեղեցին պետք է կանխի, մեր հասարակությունը քաղաքական հասուն դաշտը պետք է կարողանա կանխել process-ը։ Ինքը պետք է պատնեշ դառնա եկեղեցու համար, որպեսզի ցույց տա, որ այս մարդու հակասահմանադրական խնդիրները հիմք են իրան հեռացնելու process-ը։ Հիմա այն պահը, երբ որ գնացին Բագրատ Սրբազանի ուղղությամբ գնացին, հատկապես Միքայել Սրբազանի ուղղությամբ, ինչու հատկապես, որովհետև ինքը գտնվում էր այդ պահին Մարիք տաճարում, եկեղեցում էր գտնվում, դուք տեսաք այդպիսի բան դիմադրություն, չգիտեմ, հանրային, քաղաքական, առաջ եկավ մի հատ ինչ որ առաջնորդ, լիդեր, ուժ, որ կարողանար այդ ամենը տեսնել։ Ես դրա համար տեսեք, ես այդուամենակ այնտեղն է, որտեղ մենք պետք է անկեղծ ասենք, ուրեմն քաղաքական դաշտում այսօր պետք է միասնական մթնոլորտ, ոչ թե գզվրտոց, ոչ թե իրար փորթափեր, ոչ թե իրար չգիտեմ ինչ, այլ պետք է միասնական մթնոլորտ։ Միասնական մթնոլորտի պայմաններում այս իշխանությունը դատապարտված է։ Եթե միասնական մթնոլորտն, եթե միասնական կոորդինացված որոշումներ կայացվեն, այլ ոչ թե տակից գոտկատեղից իրար խփելով զբաղվեն, այդ ժամանակ դա չի լինում։ Հիմա եկեք ընդունենք, հիմա դե եկեք ընդունենք, որ դա տեղի չի ունենում։ Չգիտեմ, կա ինչ որ մեկը, որ կկարողանա մոբիլիզացնի, իր վրա վերցնել, օրինակ ինչ որ մի, որ ասում են, լավ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց սպառել են, արդեն ժամանակավորებ են, չեն կարողանում արձագանք, չեն կարող տարիքն առած են, չգիտեմ, ինչ են այսպիսի բաներ են ասում։ Դուք տեսաք ինչ որ մի գործի, որ կարողանար այդ ամենը իր վրա վերցնել, կոչանել, չգիտեմ ինչ որ բան։ Կա այդպիսի բաներ, չի ուժ։ Ես չեմ ուզենա տես գնահատականներ տան սպառել են։ Ես չեմ մտածում, ես ասում եմ, այս բաներ են ասում։ Դուք տեսաք այդպիսի մեկի, ես ուրիշ բան եմ ասում, որ ընդհանուր առմամբ մեր կապ չունի, անկախ թե ոչ թե լիդերը պետք է, այդ գիտակցությունը պետք է բոլորի մոտ լինի, որ միասնական դաշտի ձևավորումը պետք է միասնական, այդ գիտակցությունը պետք է բոլորի մոտ լինի։ Դե հիմա մեր հանրային գիտակցության մեջ անգամ այդ սարսափելի վտանգը, որ ինքը հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա, որ դա պետության վրա հարձակվել, չունի այս հասարակությունը։ Հիմա տեսեք, հասարակությունը շատ լավ ունի։ Հասարակությունը ուներ 1000 մարդեր գնացել պաշտպանելու։ Հասարակությունը ունի այդ դաշտ գնդակը գտնվում է քաղաքական դաշտում։ Պարոն Բոզյան, հասարակությունը ուներ, Էջմիածնի Արմավիրի ժողովուրդը ուներ այդ գիտակցումը, հարձակվել են։ Այնտեղ որ իրենք կարող էին 5 րոպե հետո հասնեին 1000 մարդ է դուրս գալիս։ Անժելա ջան, ես ուր էին այդ մարդիկ, բա ասում եք հիմա եկեք, ես էլ եմ ձեր նման տենց ասում, մեր ժողովուրդը մեջ, չգիտեմ, ուր են։ Ինչի դուրս չեկաք, ասեք Արմավիրի ժողովուրդ։ Մինչև Երևանից գային հասնեն, չի դուրս չեկան։ Սրբազանի, Բագրատ Սրբազանի 24 թվականի շարժման ժամանակ 50-ից 60,000 մարդ չհավաքվել։ Այսինքն մարդիկ երբ որ տեսնում են, որ կա միասնական ձգտում, միանգամից կոնսոլիդացվում են։ Մարդը որ տեսնում է, որ գզվրտոց կա այնտեղ, անազնիվություն են տեսնում։ Պարոն Բոզյան, որտեղ այստեղ հայտնվեց Բագրատ Սրբազանը եւ բոլորը ակամայից եկան հավաքվեցին։ Հիմա ցավոք սրտի չունենք այն մեկը, որ ուզեն թե չուզեն, գան հավաքվեն իր շուրջ։ Ես սենց ասեմ ձեզ, միշտ ապեք, որտեղ ամեն ինչ իր ժամանակը։ Թուրքիան է շտապում։ Թուրքիան է շտապում։ Բայց հիմա տեսեք, հիմա եկեք Մերկելն է շտապում։ խոսակցությունը չմնի։ Ես նույնպես եմ կրկնում։ Ես ասում եմ հետեւյալը, այդ անհրաժեշտությունը կա,
Ես համոզված եմ, որ այդ անհրաժեշտությունը կյանքի կոչվելու է, որովհետև այն շրջանակները, որ տեսնում են, որ հաջողության չեն հասնում, իրանք օբյեկտիվորեն են հասկանում, որ այս ձևով արդեն այլևս շարժվել իմաստ չունի։ Այսինքն պետք է այլ մտածողություն, այլ ձև, այլ պատկերացում։ Եվ ես համոզված եմ, որ այդ սիտուացիան գալու է։ Որտեղ ես նույնիսկ կրկնում, նույն վիճակը կար նաև այլ երկրների փորձն է ցույց տալիս։ Հարևան մեր Վրաստանի փորձը ամենալավագույն փորձն է։ Դե միշտ չէ, որ նույն օրինակը ասես կարելի է հագցնել, այդպես չի որ միշտ կարելի է։ Հայ ժողովրդի բանը մտածողությունը, պատկերացումները 10 անգամ ավելի ցածր են։ Ես համաձայն եմ որ ներողություն, բայց դուք ինչա ուզում եք ինձ համոզել, որ եթե մենք միասին նստեինք զրուցեինք 2016 թվականին եւ ասեինք մի հատ գործիչ է հայտնվելու, որ Արցախը գնում է Պրահայում, հայտարարում է, ասում է Ադրբեջան է, հանգիստ գալու էր Հայաստան, հետո Արցախը շրջափակել են, հետո այդ մարդը 5 տարի են, իսկ ասեիք ապուշ ես, ինչ ես դուրս տալիս։ Այդպես է թե այդպես չի։ Դուք ասեիք այդ ուժը գնում է հայարակելական եկեղեցու վրա 1000 մարդ է դուրս գալիս, եք ինչ ես ասում։ Այդ պրետենզիան ուղղեք քաղաքական դաշտին։ Քաղաքական դաշտում ես ասեմ ձեզ, դա այդ քաղաքական դաշտի ամոթն է, որը բայց այդ ամոթը ուրիշ պատճառով է, դա ոչ թե բան, պարզապես տկարության արդյունքն է, քաղաքական դաշտի տկարության արդյունքն է, որ այս մարդը 7 տարի մնացել է, այս մարդը փաստացի 500 հատ մարտի մեկ է սարքել, այս մարտի մեկում 10 մարդ էր զոհվել, պատերազմի ժամանակ 5000 մարդ, այսինքն 500 մարտի մեկ սարքած մարդը առանց ամոթի ելնում է խոսում է մարտի մեկի մասին եւ պատասխան չի ստանում տենց։ Դա ինչի է մասին է խոսքը։ Որ քաղաքական դաշտը տկար քաղաքական դաշտ է։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Այս ժողովուրդը ինչ մեղք ունի։ Այս ժողովուրդը գնում ընտրությունների ժամանակ ընտրում է իրան։ Այս ժողովուրդը ընտրությունների ժամանակ գնաց Փարաքյարում ընտրեց, Գյումրիում գնաց ընտրեց։ Ժողովրդին բան մեղադրել չի կարելի, ժողովուրդը բարից բուժում է։ Ահա պատերազմից հետո էլ գնաց Նիկոլին ընտրեց, 18-19-ին գնաց այդ թիմին ընտրեց։ Ես մի բան ասեմ, 21-ին չգնաց ընտրեց։ Անժելա ջան, ես մի բան ասեմ, ախր շատ դեստրուկտիվ մտածողություն է մեղադրել ամեն ինչը ժողովրդին։ Ու արդարացնել ամեն ինչը, չգիտեմ ինչու։ Դիծաղել է այդ մտածում, ես մենակ ժողովրդի չես, էլիտային էլ եմ, ընդդիմադիր էլիտային էլ եմ։ Մեղավորը բացառապես միայն էլիտան է, քաղաքական վերնախավն է, որտեղ ժողովրդին մեղադրել պետք չի։ Եթե դու ինչ-որ բան սխալ ես անում, ես միայն դրա մասին նաև գրեցի էլ դրա մասին, երբ որ Սամվել Կարապետյանի կերպարը առաջ եկավ, այսպես չասեմ հայտ ներկացեց, ուղղակի այդ մարդը պարզ հայերենով ասեց, որ եթե դուք հարձակվեք իմ եկեղեցու վրա, ես տեր եմ այդ եկեղեցուն, սա ասեց։ Իմիջիայլոց այսօր մեկ այդ խոսում էի շատ ճիշտ ասեց, մենք պետք է հպարտանանք, չէ, որ օտար երկրում մեր երկու հայրենակիցներ, մեկը լուրջ գիտնական, մտքի բանի տեր Ռուբեն Վարդանյան, մյուսը այսպես գնացել է գործարար, միշտ ասում եմ վայրի օրենքներ բարքերով կարողանար 90-ականներից հասնել նրան Ռուսաստանը, որ այսօր ամենա բան հայտնի գործարարների մեջ անունը մտնի Սամվել Կարապետյանի եւ ինչ ասեմ իրենց բարերարության մասին, թե ինչ են արել Հայաստանի համար, այդ բանը իմիջիայլոց ես ամեն օր դրա մասին եմ խոսում, իրական ոնց որ Մայր Թերեզան էր ասում, իրական բարերարությունը, բարեգործությունը սա է լուր։ Ես մի բան ասեմ։ Եվ այսօր մենք այդպիսի երկու մեծ անհատականություններ ունենք, ասենք 2 միլիարդերներ ունենք, որոնք ոչ թե տարել են, տվել են։ Այս երկի տվել են, մեկը Երևանի բանկը։ Մեկը Բաքվի բանկը, մեկը ես պետք է հուշի, որ այդ process-ները զուգահեռ process-ներ, միասնական կենտրոնից կոորդինացված, որ մեկը բանտում է հայտնվում է Բաքվի, մեկը Երևանի բանտում, բայց ես նույնպես եմ ասում, հասարակությունը սա տեսանելի է։ Սամվել Կարապետյանը իսկապես իր հիմնական գումարները աշխատել է Ռուսաստանում, Սամվել Կարապետյանը նաև մեծ բարերար է, Սամվել Կարապետյանը նաև քրքրքանի կրկնակի միլիարդին հասնող միայն բարերարություն արել։ Հաջողության բանաձև է տվել իր համար, իր թիմի համար, իր շրջապատի համար, նաև ժողովրդի համար նաև տեսանելի է։ Եվ ինչպես որ Իվանիշվիլին ժամանակին Իվանիշվիլի հանդեպել Սահակաշվիլին տես քայլերի դիմեց։ Հետո ժողովուրդը գնաց եւ իր արդյունքը տվեց ընտրությունների ժամանակ։ Այնտեղ չասեցին որ պետք է ժամանակ չունենք, եթե հանգարց 5 օր ուշացնենք, կարող է Վրաստանը գետի տակ անցնել։ Եվ այդ ժամանակ շարունակեմ։ Այդ ժամանակ իրանք նախապատրաստվում էին իշխանություն փոխելու համար։ Նախապատրաստվել իշխանության փոխելը դա հսկայական աշխատանք է։ Նախապատրաստվել նշանակում է կառույցներ սարքել ամբողջ երկրով մեկ։ Նշանակում է երկխոսության մեջ մտնել գյուղացիների հետ, բանվորների հետ, բիզնեսի հետ, այդ աշխատանքն է նշանակում։ Հասկանում եք, հիմա մեր հասարակությունը Սամվել Կարապետյանից եւ իր պահանջում է գործողությունների ծրագիր, ոչ թե խոսունք, այլ գործողությունների ծրագիր, թե ինչ պետք է նախապատրաստել։ Մի վարքյան, էլի Անժելակ, մի վարքյան։ Ախր այդ միջավայրը, այդ կուլտուրան, քանի որ Հայաստանում գոյություն չունի, Վրաստանում գոյություն ունի, Վրաստանի ժողովրդի մակարդակը կներեք, ի կարգով ավելի բարձրական Հայաստանի, դա ցավոք սրտի եմ ասում, ես ողբերգությունը, բայց փաստ է, իրանք մի կարգով ավելի առաջ են գնացել պետականության իմաստով, քաղաքացիական գիտակցությամբ, կամ մենք հետամնաց ենք իրանցից մի կարգով։
Բայց նույնիսկ մենք 10 կարգով չենք մնացել, մենք աֆրիկյան ժողովուրդներից բարձր ենք, քանի որ աֆրիկյան ժողովուրդներից բարձր ենք, մենք պարտավոր ենք գոնե իրանց հաջողված օրինակը մեր մոտ կյանքի կոչենք։ Հիմա այս մարդուց գործողություն են պահանջում։ Գործողություն ինչ է նշանակում։ Ոչ թե գնանք բռնենք, ջարդենք, ասենք ժամանակ չկա 5 օր է մնացել, այլ նախապատրաստվել իշխանապողության համար, նախապատրաստել նշանակում է տեղերում կառույցներ սարքել, աշխատանք տանել, բոլոր շերտերի հետ աշխատել, ժողովրդին ոչ թե երևանյան տուսովկա սարքել եւ բամբասանքներով զբաղվել եւ բանը ինտրիգներով զբաղվել, ասենք 1000 հոգի կամ 2000 հոգի հավաքելով, այլ ժողովրդի հետ աշխատելով ժողովրդին կամաց ոտի հանել, այն ինչ որ 88 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ կյանքի կոչվում էր։ Էսա պետք, այդ են պահանջում, այն ինչ որ արեց Իվանիշվիլին Վրաստանում։ Ինչ արեց ինքը։ Ինքը այդ կառույցները սարքեց, հետո այդ կառույցները ընտրության ժամանակ եկան ու հաղթեցին ու ջախջախից հաղթանակ տարան։ Ընդ որում Սաակաշվիլին հսկայական ընտրակաշառքի մեքենայար աշխատեց, բայց չօգնեց։ Սա է ամբողջ խնդիրը, դա պարզ խնդիր է, պարզ։ Բայց այս քո քաղաքական վերնախավը, քանի որ այդները դեբիլներից է հիմնականում։ Բայց նաև Սամվել Կարապետյանից իրենց կողմից հնչում են մի քաղաքականացրեք։ Հիմա այդ այս մարդիկ սկսեն բանանել կառույցներ ստեղծել։ Մարդը ինքը այդ մարդիկ որ տես բան ասում է, ուզում են ասեն, որ մեր խնդիրը մի շահարկեք, որտեղ իրանք իսկապես քանի որ չգիտեն թե ինչ քայլ պետք է անել, իրանք ներվայնանում են, որ իրանք անունը օգտագործելով մյուսները Բայց ինչ է առաջանում, իրանք նյարդայնանում են, ոնց է պատկերացնում։ Դրա համար եմ ասում, քանի որ այս պարակտված քաղաքական դաշտը կա, այս պարակտված քաղաքական դաշտը բոլորին խանգարում է արդեն։ Մեր ժողովրդին է խանգարում, այս սրբազաններին է խանգարում, սաղին խանգարում, Հայաստանին է արդեն խանգարում։ Սա պարզ խնդիր է, այսինքն սա պետք է ինչ է պետք է միասնական մի հատ միջավայր ձևավորել, որ նույնիսկ եթե դու իրար չեք սիրում, բայց ավելի շատ սիրում եք Հայաստանում, քան իրար ատում եք, դուք պետք է միավորված մի հատ բջիջ, մի հատ կենտրոն սարքեք եւ այդ կենտրոնով սկսեք արդեն կոորդինացված աշխատանքը։ Երբ որ դուք դա արեցիք, կտենաք իշխանությունը ինչքան թույլ է։ Իսկ երբ որ դուք ասենք իրար պարատված գնում եք, այդ իրար փոր եք թափում, իշխանությունը դրանից ծիծաղում է ձեր վրա պարզապես։ Այն ինչ որ հիմա կատարվում է, սա է ամբողջ խնդիրը։ Հա, բայց դուք չեք տեսնում, որ դա ավելի խորանում է, ոչ թե հակառակը։ Ես դրա համար եմ ասում, հիմա ինչքան որ խորանում է, պետք է ձևավորել մի հատ բջիջ կենտրոն, որ կոնսոլիդացիայի խնդիր լինի։ Այդ կենտրոնը պետք է զբաղվի ոչ թե ավանտյուրիստական ծրագրերով 7 օր հետո իշխանությունը փոխել կամ 15 օր հետո չգիտեմ ինչ անել։ Դա հիմարություն է, դա անգրագետների եւ ամմեղսունակների բանա ծրագիր է։ Պետք է նախապատրաստվել աշխատանքներ տանել ժողովրդի մեջ, որպեսզի ժողովրդին բացատրական աշխատանքներով ոտքի անել, որպեսզի ընտրությունների լինի դա արտահայտ ընտրություն կամ հերթական ընտրություններով իշխանությունը փոխելու համար։ Եթե այդ process-ը ավելի արագ գնա, ես համոզված եմ, որ հնարավոր է նույնիսկ արտահայտ ընտրություններ։ Դե մենք ցավոք սրտի չունենք այդ անհատներն ու անհատականությունը, որ կարողանա իրար շուրջը։ Ամեն ինչը սկսում է, մի րոպե, ամեն ինչը սկսում է մարդկային գիտակցությունից։ Եթե ամեն մարդը իր տեղում, դու քո տեղում, ես իմ տեղում, Պողոս իր տեղում այդ գիտակցություն ունենա։ Դե քանի գործիչ գիտակցեցին, գնացին եկեղեցի։ Տեսեք, որովհետև տեսեք, հիմա դեք մեր մոտ ինչ գիտակցություն կա։ 5 օր պետք է։ Չէ, մեր մոտ չի, մեր մոտ ասում ես իմ կոմֆորտի մեջ մնամ, ամեն մեկ էլ դրան ասում ես դու ինչ ես անում, ասում դե գիտեք այնա բան արե թող նա անի։ Դե գիտեք բան եմ ասում, ես դրանց չեմ անում, ես ասում հասարակության հանրային դաշտում պետք է մի հատ գիտակցություն լինի, որ պետք է մենք իսկապես միասնական կոորդինացված համակարգ սարքենք։ Այդ կոորդինացված համակարգով արդեն բոլորը սպասում են դրան ուրա։ Այո։ Ուրա, վայ ինչ կա ասում են, այսինքն ձեզ թվում է որ օրու մեջ ես իմ քանի մարդ գալիս է այստեղ մեր դուռը թակում է։ Ինչի է գալի, որտեվ ոչ ձեր մոտ կարող է գա հարցերը լուծեն, ոչ այնտեղ ես էլ ասում եմ ինչի այնտեղ չեք գնում, ինչի այնտեղ չեք գնում։ Գնում եք ոչ մեկ մեր երեք Քարակերտից զանգել են ասում ավերա, բանը կարկուտն եկել է, հողին հավասարացրել է, իշխանությունը չկա, ընդդիմությանը զանգում ենք ձայն չկա, ինչ է, անտերուդու ժողովուրդը մնում է։ Ինչպես համաձայն եմ։ Հիմա հարց եմ տալիս։ Հիմա ըստեղ այս ժողովուրդը մեղք ունի, որ դու ասում ես ժողովուրդը սենց արեց, ժողովուրդը նենց արեց։ Ժողովուրդը անտեր վիճակի մեջ հայտնված, անտեր վիճակի մեջ ժողովուրդը ինքը շատ լավ հասկանում է ինչ է կատարվում եւ գոյություն չունեցող քաղաքական դաշտի պայմաններում։ Դրա համար եմ ես ասում, հիմա ըստեղ որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակը փոխել, իսկապես պետք է մենք նորովի ստեղծենք նոր քաղաքական վերնախավ։ Լավ, մի ուրիշ հարց եմ տալ, տեսեք, հիմա ինչ որ sense մարդիկ գլուխ են բարձրացում, գրում են այստեղից այնտեղից ինչ որ փողեր են կպցնում ներողություն բառის համար, բայց իրականում այդպես է։ Եվ մոտեցումը էս է, տարբեր ուժերի, բաների sense հանդիպում են դրանց հետ, մոտեցումն էս է, բանը, եկեք գիտեք ինչ անենք, մենք երկուսին էլ խփենք, նախկիններին էլ խփենք, Նիկոլին էլ խփենք, մենք երրորդ ուժն ենք, այ դու արի մոտ բան, ինչ վատ բան է տեղի ունենում։ Դրանք Անժելա ջան, ախր մենք որպեսզի մենք բամբասանքի դաշտի մեջ չհայտնվենք, այդ մարդիկ հետաքրքիր են։ Երբ որ մենք ասում ենք ստեղծեք մի հատ այսպիսի մի բան, չգիտեմ ինչ, մի անգամից է դա հրապարակալիս։ Անժելա ջան, դու ոչ թե ուրիշներից արի փորձենք բողոքել։ Այ մենք մեր քայլը արեցինք մեր մոտ։ Եթե մենք մեր քայլը ճիշտ քայլ արեցինք,
մենք հալածենք համոզված եղի, որ հասարակությունը ճիշտ կողմնորոշվի, որտեղ մենք պետք է զբաղվենք ոչ թե այն բանով, թե ուրիշները ինչքան վատն են, մենք պետք է մեր ճանապարհով գնանք առաջ։ Մենք պետք է մեր ճիշտ քայլերը անենք։ Ճիշտ է, բայց մենք եթե մենք չենք տեսնում այդպիսի ուժ, ասենք կարող էր այդպիսին դառնալ հայ-հեղափոխական դաշնակցությունը, բայց ցավոք սրտի նույնց եմ կրկնում, դու առաջին հերթին դու քեզ տես դրա մեջ, դու մի բան ասեմ, հայտնի ռուս փիլիսոփա Գրիգորի Չես ամեն մեկը իմանայինք ինչ կարող է, ինչ չի կարող, ոնց չվերկե։ Գրիգորի Պաբերանցը գիտես ինչ էր ասում։ Շատ լավ միտք ուներ, ասում էր, երբ որ մարդը հենարանը ման գալիս ինչ որ մի հատ բանի մեջ, անձի կամ գաղափարի մեջ, նշանակում է մարդը մտովի թոփալ է։ Մարդը որ թոփալ է, կաստիներով մանա գալիս, չէ՞ ֆիզիկապես։ Մարդը ոտ չունի, դա որ թոփալ է, չէ՞։ Մարդը որ մտովի ինքը պատրաստ չի ինքնուրույն մտածելու եւ մանա գալի ինչ-որ մի հատ կոմիր, ինքն է մտովի է թոփալ։ Եթե մենք մտովի թոփալությունից դուրս գանք, այս ժողովրդին էլ ցույց տանք, որ հասկանալի է, բայց նաև ամեն մեկը չէ, կումիրի հարցը չէ։ Ես չսպասեք, ամեն մեկը գիտի, չէ, ինքը ինչ կարող է անել։ Հիմա ես կարողանամ չեմ կարող, չէ։ Գիտեմ, չէ, որ դա իր ֆունկցիան ինչ ունի։ Ամեն մեկ իր դաշտես, դու քո դաշտում շատ լավ դաշտ ես։ Դու կոնսոլիդացնող համակարգ ես, քո դաշտում շատ ճիշտ բաներ ես դնում, շատ առողջ բաներ ես դնում, ամեն դու քո դաշտում, մյուսները այդ դաշտում եթե բոլորը շարժվեն, այդ ոնց որ դու ես հիմա շարժվում, հասկանու՞ս։ Մենակ մի բան է պետք այստեղ։ Պետք չի արհեստական շտապողականության խնդիր դնել, որտեղ այդ արհեստական շտապողականությունը մարդկանց մոտ հուզական բաներ առաջացնում եւ հիասթափությունը խորը եւ հիասթափություն առաջացնում, հասկանու՞ս, դա ճիշտ չի։ Ռացիոնալ մոտեցումներ են պետք, այսինքն պետք է նաեւ կոնսոլիդացված դաշտ եւ ռացիոնալ մոտեցումներ, որտեղ ավանտյուրիզմ չլինի։ Ավանտյուրիզմը խանգարում է, ավելին կարամ ասեմ, իշխանությունը իր լրտեսների միջոցով ներդնում է այդ բաների մեջ, որպեսզի այդ ավանտյուրիստների խորախոսը ուժեղացնի։ Դե տեսեք, հիմա մենք ինչ տենց է եղել։ Աշխարհի բոլոր ցարական Ռուսաստանից սկսած մինչև մեր ժամանակները գնացեք արագ սարեք, հա։ Միշտ սադրիսիները մտցրել։ Բայց հիմա տեսեք, պարոն Բոզյան, մի կողմից ասում ենք, տեսեք, չպիտի շտապել, որտեղ այդ ոգևորությունը հիասթափություն է բերում, մյուս կողմից ասում մենք շտապել է պետք, բայց շտապել պետք է աշխատանքի իմաստով է շտապել։ Ահա, մյուս կողմից հասկացա, մյուս կողմից էլ ասում եք, այս կառույցները սա, եկեք մի հատ ստապ դատենք, ինչ որ մի բան արվել է, դողությամբ կա։ Բայց դա համար մենք ինչ ենք խոսում։ Մենք խոսում ենք հետևել հատիկները անգամ չկա, որտեղ այդ խոսույթը չկա։ Հիմա մենք որ խոսում ենք այդ խոսույթով, մենք դրական բան ենք անում, որտեղ այս տիպի խոսույթ չկա քաղաքական դաշտում։ Այս քաղաքական դաշտում հետևյալ խոսույթ կա։ Բամբասանք մակարդակի Նիկոլոս հենց արեց Նիկոլոս։ Լավ, չէ, եկեք ասեմ ինչ կա։ Օրինակ հերթով գանք։ Վանեցյանը մտածում է, ես տեղերում մի երկու այսպիսի տարբեր տեղերում կստեղծեմ մարմիններ, ընտրության ժամանակ դա կդառնա շտաբ, այնտեղ կաշխատացնեմ։ Գագիկ Ծառուկյանն ասում է, թաքնվեմ մի մասին մոռանամ բան, ցույց տամ, որ ես կամ բարեր ձեզ, արձան եմ դնում, կթողնեն, չեն թողի, չգիտեմ, տակից փոքրիկ մոքրիկ ինչ որ sense փուճուր ինչ որ բարերարություն բան կանեմ, ինչ որ մարդկանց հետ կհանդիպեմ այդ բաները տեղում կպահեմ, ինչ որ մի պահի գուցե sense պետք է։ Sense առանձին ինչ որ sense թեթև ինչ որ բաներ են։ Հայ հեղափոխական դաշտը դեմ էր այդ բան։ Մենք իրար փորձենք լսենք, հա, ես ինչ եմ ասում։ Ասում եմ հետևյալը, որ հիմա պետք է գործողությունների ծրագիր, ոչ թե խոսքեր, այլ գործողությունների ծրագիր, որպես այդ գործողությունների ծրագրի մեջ լինի իմաստ, միտք, առաջարկություն, թե մենք ինչ երկիր պետք է սարքենք։ Այդ գործողությունների ծրագրով պետք է մենք կառույցներ սարքենք ամբողջ Հայաստանով մեկ, եկեղեցին պաշտպանելու, Սամվել Կարապետյանին եւ ընդհանրապես բիզնեսը պաշտպանելու, Հայաստանի տեսլական ինչի վրացիներ ասացին։ Մենակ չասեք կլոր սեղաններ անենք, պանելային քննարկումներ անենք, ու այդ ժամանակ բայց էս այս քաղաքական դաշտը։ Հենց ասեք հիմա մենք կլոր սեղանի շուրջ քննարկենք, հետ լավ այն պրծանք, վայ Հովհաննիսյանը վերջացեց այդ շանում։ Պանելային քննարկումներ անենք։ Մի րոպե, որպեսզի մենք հեգնանքի դաշտ չմտնենք, որովհետեւ հեգնանքի դաշտի հակառակ կողմը ավանտուրիստական ձևակերպումներն են։ Գնանք այսօր ջարդենք, փշրենք ու Ես կառուցողական բանի մասնեմ, ասած չկա, բայց որ չկա այստեղ, Վահե Հովհաննիսյանն է մեղավոր որ չկա։ Բազում հարց տա։ Բայց դրա մասին խոսքը։ Չէ, մի րոպե, դրա համար ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա պայմանական ասեցի, կարող եմ ասել բանի անունը տամ, ինչա։ Ես պայմանական եմ ասում, պետք է գործողությունների պլան, գործողությունների ծրագիր, որպես այդ գործողությունների ծրագրով այդ համակարգը սարքվի։ Մի քար կդնի Ծառուկյանը, մի քար կդնի Վանեցյանը, երկու քար կդնի Քոչարյանը, 5 քար կարա դնի Սամվել Կարապետյանը, 16 քար կարա դնի մի հատ ուրիշ մարդ։ Այդ քարերը դնելով, կոպիտ ասած,
ինքը ձևավորվում է այս puzzle-ը։ Շատ լավ, ոնց որ թե քարերը դրված էր պատերազմից հետո։ Հա, որ ասիք Վահե Հովհաննիսյանի անունը մենակ չլինի, դե Կարեն Բեկարյանն էլ էր, չէ՞, դες լուրջ իբր թե բան խորհրդական։ Ասենք որ այդպես չլինի, պարոն Բոզոյան, 18 պատերազմից հետո այդ քարերը ոնց որ թե դրված են։ Ծաղիկյանն էլ կար, Վանեսյանն էլ կար, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կար, բոլորը կային։ Ինչը խանգարեց, որ բոլոր քարերը դրված էին, չկայացավ։ Ես շատ լավ հարց եմ տալիս։ Այդ անալիզները չի արված, որտեղ մենք ունենք ներքին ցենզուրա, այդ անալիզները չանենք, որ հանդերձ չվիրավորենք մարդկանց։ Ես չգիտեմ, դե ես դրա համար եմ ասում, ես չեմ ուզում այդ։ Չէ, մենք միջև չհասկանանք, ինչը խանգարեց, որ բոլորը իրար գլխի հավաքված էին, ով ցրեց, ինչու ցրեցին, ինչու չկայացավ, ինչ ամբիցիաներ, ով գնաց Վազգեն Մանուկյանից այդ նեղ պահին պաշտոն ուզեց։ Ոչ մեկ չի ցրել այդտեղ։ Պարզապես երբ որ դու առողջ խնդիրներ չես կարողանում ձևակերպես, օբյեկտիվորեն process-ը մարում է։ Առողջ process դա նշանակում է աշխարհում ընդունված խաղի կանոն։ Աշխարհում ընդունված խաղի կանոնը որ դու չես մերժում ես դա, ուրեմն չի աշխատում, որովհետև քաղաքագիտությունը դա ֆիզիկայի, մաթեմատիկայի պես օրենքների համակարգ է։ Այդ օրենքները որ դու ասենք պատկերացրու որ նարդի են խաղում կամ շախմատ են խաղում, պատկերացրու նարդի խաղալու ժամանակ շաշկի խաղաս կամ շախմատ խաղալու ժամանակ բոլոտ խաղաս։ Չի ստացվի, չէ՞։ Այսինքն դուք ունեք ձեր ներսում պատասխանը այդ անալիզն արել եք ինչ խանգարեց որ եթե մենք դրա մասին չհասկանանք չխորենք մենք նորից գալու ենք դրան բայց այս այն ժամանակ հետո առանց Արցախ մնացինք առանց Սյունիք հետո կմնանք առանց Երևան շատ շուտով մենք մեր մեջ այդ անալիզները ունենք մենք այդ անալիզն արել ենք բայց ես հիմա նպատակարարմա չեմ հայտնում դա հրապարակայնացնել որտեղ ես չեմ ուզենա որ հիմա մենք այսպես ասած քարեր շպրտելու ժամանակ չի մենք պետք է կոնսոլիդացիոն process տանենք բայց հաշտանալով են հանգամանքը որ այն սխալները որ կատարվեցին անընդհատ կատարվում են այդ սխալները մենք հասկացել ենք որ պետք է իսկապես նոր իսկապես շատ հետաքրքիր է ինչը խանգարեց որ չկայացավ հիմա պարզ մի էլեմենտար հարց տամ քեզ էլի պարզ մի հատ էլեմենտար հարց Նիկոլը շարժման ժամանակ մի րոպե սրբազան շարժման ժամանակ 60000 մարդ էր հավաքված չէ քո կարծիքով որն էր ավելի հեշտ կյանքի կոչել արտահայտ տնտեսություններ անցկացնելը թե impeachment պահանջելը կարաս ինձ ասես որն էր ավելի հեշտ կյանքի կոչել հիմա դու այդ հարցը որ նայում ես ինձ զարմացած նայում ես դա նշանակում է որ մեր հասարակության մեջ այդ անալիզը չի կատարվել չէ ուրեմն աշխարհի բոլոր քաղաքագետներին որ հավաքես սա կասեն որ դա սրբազան շարժման ժամանակ 60000 մարդ բանի հանրապետության հրապարակում պահանջ էին արտահայտ տնտեսություններ 100%-ով դա կատարվեր բայց որ դու պահանջում ես impeachment չի կատարվել թե impeachment-ը կախված է։ Բա դուք ինչու եք զբաղված, որ դա չէիք հասցրել Սրբազանին կամ քաղաքագիտական միտքը չէիք հասունացրել դրան։ Բա դուք եք քաղաքականություն ուզում, ինչ չէիք հասցրել դրան։ Մենք փոքր խումբ էինք, մեր խորհուրդը չի լսել դա։ Հիմա ես ինչ ասեմ քեզ։ Հիմա դուք ինձ մեղադրում եք, որ այդ շարժմանն է, որ դրանով հնարավոր է արտահայտ այդ ճնշմամբ հնարավոր է փուլում արտահայտ ընտրությունների հասնել։ Իհարկե տևական աշխատանքի, որովհետև նույնց եմ կրկնում, ընդհանրապես իշխանափոխությունը Չէ, ինձ մոտ ընդհանրապես տպավորություններ Սրբազանը չգիտի ինչ անի։ Սրբազանը չգիտեր, բայց քաղաքական ուժերը գիտեն, դա եմ ասում։ Քաղաքական ուժերը մոտ ձևավորված է, գիտեն։ Օրինակ Էդգար Ղազարյանն ասում է ինչի չարեցի։ Լավ ասել, քո քաղաքական ուժեր որ ասում ես, ես դա պայմանական եմ քաղաքական ուժեր համարում, որտեղ պետք է քաղաքական ուժերը քաղաքագիտական, տարրական գրքեր չեն կարդացել, պատկերացումներ չունեն։ Ես մեղավոր եմ դրա համար։ Դե ասում են ձեր գիրք կարդացողն ինչ է անում։ Ինչ է։ Դե հիմա հակառակ հարցներ կա, ասե դե դուք էլ գիրք եք կարդում, ինչ արեցիք։ Ընդհանրապես քաղաքակիրթ երկրներում իշխանությունը փոխվում է կամ ընտրությունների միջոցով կամ խաղ Լավ, որպեսզի ես հարցերը այնուամենայնիվ այս երկու հարցը բաց է մնում։ Երբ որ պատերազմից հետո բոլոր ուժերը հավաքվել էին իրար գլուխ, նախագահներով, Արցախի, բոլորը վեհապարնել այնտեղ կար, հավաքվել էին, ինչ տեղի ունեցավ, որ դա չկայացավ, ինչու փլուզվեց, այս հարցի պատասխանը պիտի իմանանք, որ հաջորդ անգամ հասկանանք։ Ես հիմա տեսեք, ես հիմա դուք էլ եք ասում, միջև չվերլուծենք, չհասկանանք սա, եւ հաջորդ հարցը ինչ տեղի ունեցավ։ Արդյոք Սրբազանի մեղավորություններ, որ ինքը քաղաքական մարդ չէր հասկանում եւ չընդունեց ոչինչ։ Չէ, ասում եմ, դե հիմա եթե քաղաքական ուժերը ինչու չկարողացան դա օգտագործել եւ ճիշտ առողջ անը հասցնել։ Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը դու պետք է տաս քաղաքական ուժերին, որտեղ մեր մոտ Չէ, հիմա ասենք մի թեվը ասում եմ, մենք պետք է impeachment անեինք, Հայաստան դաշինքը չէր ուզում անել այդ ժամանակ։ Ես էլ ասեցի քեզ հետևել տարբերակը, որ նույնց եմ կրկնում։ Impeachment Հայաստանի Հանրապետությունում եղել է 1998 թվականին, երբ որ ուժային կառույցները եւ հասարակությունը եւ պարլամենտում հնարավորություն կար։ Impeachment-ը դու այդ հնարավորությունները չունես, կյանքի չի կոչվում։ Սա բարձ խնդիր է։
Ես մայիս կներեք Լավ, պարոն Բոզյան, եթե հրապարակում մնում էր այդ 60,000-ը, ինքը քայլեր չէր անում գնալ մտնել այդ շենք, չգիտեմ ինչ։ Անդադ կոչեր անում, ոնց։ Եթե դու պահանջում ես արտահայտ ընտրություն պահանջելը, դա ողջամիտ պահանջ է։ Ողջամիտ պահանջի արդյունքում հաջորդը դու պետք է անեիր համընդհանուր գործադուլ, պահանջեիր ամբողջ պարալիզացնել։ Դա տրամաբանությունն է, այդ տրամաբանության աշխատանքը տրամաբանական է։ Եւ դա ամբողջ աշխարհում ընտրություններով իշխանությունը փոխվում է տենց։ Ես հիմա բերեմ քեզ բազմաթիվ օրինակներ Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լեհաստանի բազմաթիվ երկրների փորձ բերեմ։ Ախր այդ տանտեր փորձերը մարդիկ պետք է կարդան գոնե։ Այդ տանքը չեն կարդում։ Այդ գեղացիների մեջ դու եկել ես դու այդ գեղցիների բան չգիտեն, պատկերացում չունեն։ Մենակ մի բան գիտեն։ 2018-ին impeachment, հիմա impeachment, այդ պարտիկ տենց է։ Երկու բանը Ղարաբաղյան շարժումը օպերայի հրապարակից գնաց սաղ մինչև այդ օպերայի հրապարակում են, չէ՞ հավաքում։ Էսի ստոլիկների մտածողությամբ հասարակությունն է քաղաքական դաշտը։ Մեղավորը մենք ենք նրա համար։ Ես դրա համար եմ ասում ստեղ, Անժելա ջան, պետքա ճիշտ մոտնալ ինձ մի պարտադրի, որ ես մարդկանց շատ լավ։ Սամվել նորից գանք Սամվել Կարապետյանի կերպարին, ես դա ուզում ասել, ուղղակի հարցս չավարտեցի, բայց ձեզ նաև դրա մասին տեղեկացրեցի, որ ուրեմն այդ օրերին, երբ որ այդ թեման առաջ եկավ, իմ տրենդային բան թեմա մեզ մոտ միայն հետաքրությունն է այդ օրվա 2 միլիոն, չգիտեմ, ինչ դիտում, էլ չեմ ասում, մտածում 5 միլիոն հայություն դրա ուշադրության կենտրոնում էր այդ թեման։ Նաև նույնչափ մի փոքր ավելի քիչ հետաքրություն կար, ուզում հասկանալ ինչով է պայմանավորված այսպիսի մեծ ահռելի հետաքրություն Սամվել Կարապետյանի արքի։ Սամվել Կարապետյանի մարդիկ ուզում են տեսնել հերոսներ։ Հիմա Հայաստանում մի քանի հերոս կա, պոտենցիալ հերոսներ կան, որը մարդկանց մոտ ուղենիշ է տալիս, թե մարդիկ ինչպես բան։ Օրինակ զուտ բարոյական իմաստով հերոսներից մեկը Միքայել Աճապարյանն է։ Ինքը հերոս է, ինքը նույնպես եմ ասում, որ ասում են թե ռազմական հեղաշրջում, բայց ծաղելի մակարդակի խոսակցություն։ Այդ մարդը մտահոգված մարդ է, մտահոգ պրոբլեմա դնում, իհարկե։ Ինքը ես համարում եմ իրան հերոս։ Հերոսը Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հերոս է, որտեղ ինքը իր հսկայական միլիարդները աշխատել դրսում եւ ինքը բարեգործություններ արել եւ ինքը հսկայական հա նույն բանը մենք տեսել ենք Վրաստանում, նույն բանը տեսել ենք բանում հերոսա մեր նախագահ նախագահներից հերոսա Ռոբերտ Քոչարյանը, որը իսկապես ինքը շատ խոհեմ իշխանների վրա sense ցեխ են շպրտում ինքը ստոիկ պահել է հերոսա Լևոն Պետրոսյանը, Վակուս Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, որ միջև վերջին հայը մնացին Արցախում։ Գնաց հանդիպեց վեհապարի հետ իր համերաշխությունից, որը հիշերայի մեջ քրեց, ասեն շատ բան քայլեր Լևոն Պետրոսյանի կողմից։ Եվ իմիջիայլոց ես զարմացած եմ եւ նաեւ բանը բրավո Լևոն Զուրաբյանը քաղաքագիտորեն ճշգրիտ գնահատականների մեջ սթափ Ես դրա համար եմ ասում որ մեզ պետքա իսկապես միասնական միադաշտ Բայց իրականում գիտեք չէ ոչ մի բան չի խանգարում պարոն Իհարկե չի խանգարում Այստեղ պետք է մեծ հաշվով էսպես որ նայում են եւ գիտեք ինքը շատ լավ հասկացա որ այդ կերպարը հենց կարող է դառնալ Սամվել Կարապետյանը գուցե իր կամքից էլ անկամ Սամվել Կարապետյանը դառնալ Եթե դու վերջնացած իդիոտ եւ ամերշնակ չես, այս դաշտը միանգամից կարելի է հավաքել։ Դու պետք է այնքան նեղմիտ, քարակուսի նեղմիտություն ունենաս, որ չկարողանաս այս դաշտը հավաքես։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Ու ասեմ ձեզ, որ դա մենք կյանք ենք կոչելու, որտեղ իսկապես նորմալ մարդիկ, բոլոր ուժերից էլ նորմալ մարդիկ չկա տենց քաղաքական ուժ, որտեղ բոլորը սրիկաներ են։ Այդ ուններ ԿՊ-ի մասին է խոսքը։ Շատ լավ։ Բոլոր ուժերի մեջ էլ կան նորմալ մարդիկ, այդ նորմալ մարդիկ, ովքեր որ իրենց ապագան տեսնում են Հայաստանի մեջ, այդ մարդկանց պետք է մենք իսկապես կոնսոլիդացնելով ամբողջ Հայաստանի մեջ մթնոլորտը փոխենք, իսկապես խաղաղ անհնազանդության ճանապարհով պահանջենք, պարտադրենք կամ արտահայտ ընտրություններով կամ հերթական ընտրություններով վռնդենք այս իշխանությունը եւ իսկապես Հայաստանի համար նոր էջ բացենք զարգանալու համար։ Հեցի հետ կապված, սա ինչ հետևանքներ կունենա, ինչ քայլի է գնում Նիկոլը։ Տեսեք, այն ինչ որ հիմա կատարվում է հեցի շուրջ, ակնհայտ արդեն տիեզերական մակարդակով, որ Հայաստանում չկա օրինականություն, դատաիրավական համակարգ, մեկ մարդու կապրիզների բավարարման խնդիր կա։ Այդ մեկ մարդը իր կապրիզների պատճառով փաստացիորեն ինքը ուզում է կազմաքանդի Հայաստանում ներդրումային մթնոլորտը, ուզում է կազմաքանդի Հայաստանում տնտեսական զարգացման տրամաբանությունը։ Ինչ վնաս է Նիկոլը Սկայլոպը ներդրումներ չի անելու միանշանակ եմ ասում։ Այն ինչ որ դա անում է, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե դու փաստացի այս տիպի քայլ անում ես միլիարդ հատերի նկատմամբ, ել ոչ մեկ ներդրում չան դուք ո՞նց եք ապրելու։ Մարդը բանականություն պետք է ունենա, որ հասկանա, որ եթե դու տնտեսական զարգացում չունենաս, մարդկանց սոցիալական կյանքը չի կարա բարձրանա։ Սա շատ պարզ խնդիր է, եւ ես կարծում եմ, որ այստեղ իմ կարծիքով հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանում է,
որ մեկ մարդու կապրիզի բավարարումը դա ուղղակիորեն վնասում է Հայաստանի զարգացմանը։ Պարոն Բոզյան, բայց գիտեք ինքը այդ առումով ժուլիկա ինքը կարող ասի տարել են, հեծից հիմա կասի հեծը ձերն է, բալոտ քոնն է, սեթո քոնն է, եսի միշտ քոնն է, Սամվել Կարապետյանը տարել է։ Ուրեմն տեսեք, դուք էլի սխալ բանի մեջ եք դնում։ Այդ թեզը արդեն հիշում եք Գյումրիի ընտրությունների ժամանակ եկավ հայտարարեց, որ sense բան չաշխատեց, չէ՞ Գյումրիի ընտրություններում։ Մարդիկ արդեն տեսնում են, որ այս մարդիկ խափեբաներ են։ Դեմ այլանդակություններ են դուրս տալիս աշխարհում, մարդկա կրկնում է դա։ Անայդ Բախշյանի նման մարդը հավատում է, Հակոբ Մովսեսի նման մարդը, այսինքն չասեք շարքային մարդիկ են։ Դուք հիմա մի հատ բան ասեմ, դուք բերել եք ժողովրդի 10%-ին սարքում եք ժողովուրդ։ Բայց ձեր դիրքորոշումը դուք ձեր գալիս չեմ հասկանում։ 90% ժողովուրդը ուրիշ ձև ամտացում։ Այդ 10%-ին բերում եք ասում ժողովուրդ։ Մտածեք 90%, Այո, տենց էլ կա։ Լավ, կտեսնենք։ Ժողովրդի 90%-ը մերժում է այդ ամեն ինչը։ Ի վերջո, լավ էլի, Անժելա, հիմա կտեսնենք այդ 90%-ը ոնց է իրեն պահելու արտահերտ ընտրությունների, կտեսնենք էլի արտահերտ ընտրությունների ոնց կպահի մանկապահի։ Որտեղ է հիմքը որ դուք կասկածում ես, այդ կասկածները խանգարում է այս հասարակությանը առողջացնելու համար։ Արձագանքն եմ տեսնում։ Այս կամ այն երևույթի, այս կանի երևույթի։ Նայեք, դուք մտածում եք 100% պետք է մի ձևի արձագանք լիներ։ Դուք ինքներդ եք ասում, ասում եք իրենք ունեն լրատվամիջոցներ, իրենք շատ գեղեցիկ ձևով գիտեն իմ լրատվամիջոցը, որ ամենամեծ տարածում ունի, դրան զուգահեռ 40 հատ ունեն, իրանք դից ազդում են մարդկանց վրա։ Այո, 40 հատ ունեն, բայց ազդումը 10%-ի վրա։ Այդ 10%-ը իսկ իրանք ունեն հսկայական ռեսուրսներ, հսկայական լրատվամիջոցներ, աշխատում են 10%-ի վրա։ Հիմա այդ 10%-ը ձեր բանով դուք ուզում եք ներկայացնեք, որ 10%-ը ժողովրդի մեծ մասն է։ Դա ճիշտ չի դա, չէ՞։ Լավ, կգարտահայտությունները հիմա մենք ասենց ասեմ, իրանց մենք աշխատում ենք 15%-ի վրա, 12-15%-ի։ Անժելա ջան, ես նույնիսկ դու լավ չես պատկերացնում։ Դու հիմա Դուք շատ լավ եք պատկերացնում, դուք ինքներդ գնացել եք շրջաններ, ասում էին, այնտեղ հայլուց տեղ, հայելից տեղյակ չէ։ Մի բան ասեմ ձեզ, էլի, այն մարդը, որ ձեզ կարող է լսի, ինքը 90%-ով ձեր կողմնակիցն է դառնում։ Այլ խնդիրը, որ ձեր տեխնիկական հնարավորությունները մեծ չեն, որ հասնելու դրան։ Դրանք սփռումներ ունեն, չգիտեմ ինչ ունեն։ Իրականորեն չունեն, որ մարդկանց 80%-ը այո, եթե մենք հնարավորություն ունենանք, մենք հիմա պետք է քարաշեն։ Եվ ինքը իր կյանքի փորձով է ինքը ընտրություն կատարում։ Մեկ կյանքի փորձով է մարդիկ եկել այդ ձերակալություն։ Շատ լավ։ Ինքը ոչ թե հայելի կամ ազատություն ռադիոկայանն է լսել, ինքը իր կյանքի փորձով է եկել այդ ձերակալության։ Դրա համար դու մի մտածի, որ այն 10%-ը կամ Հակոբ Մովսեսը կամ Անահիտ Բաշյանն են չեն ազդում, հա։ Իրանք 10% են ընդհանրեն։ Այդ 10%-ի մեջ իրանք կաշին են փրկում, որտեղ իրանք տեսել են թե ինչ հետևանքներ է բերել իրանք իշխանությունը, իրանք հիմա իրանք կյանքի ապրած բանն են ուզում իմաստավորեն, որ իրանք սխալ չեն։ Ես այդ մտածում եմ Նիկոլի թիմն է, նեղ թիմն է հատկապես այդպես մտածում։ Հա, բայց Նիկոլի թիմն է նեղ մտածում, մեկին չտես մի հատ զանգված կա որ մտածում է, շատ པարզ հասկանում։ Շատ լավ։ Տեսեք, մի հատ շատ տարօրինակ բան եղավ 12 օր պատերազմ Իրանի վրա հարձակում հակադարձաներ եւ որից հետո 3 երկիր տոնում են հաղթանակ։ Իրանը մեծ ասում է մենք ենք հաղթել, Իսրայելն ասում է մենք հաղթեցինք, դե Թրամփի մասին էլ չեմ խոսում, ասում է սա իմ մեծագույն հաղթանակն է եւ ճանապարհ բացեց դեպի Նոբելյան մրցանակ, չնայած մի քանի օր առաջ էլ ասեց որտեղ եմ հաղթել, էլի մի երկու ասեց ես կանխել եմ, ինչ տեղի ունեցավ, մենք դրանից հետո չենք խոսում։ 21-րդ դարը դա հիբրիդային պատերազմների ժամանակաշրջան է։ Հիբրիդային պատերազմները դա հետևյալն է, որ պատերազմը ոչ միայն զենքով, այլ նաև քարոզչությամբ։ Իրանը հայտարարում է, որ ինքը հաղթել է իր քարոզչությունն, այտենց որպես իր ժողովրդին կոնսոլիդացնի։ Իսրայելը հայտարարում է, որ ինքն է հաղթել, որպեսզի իր հասարակությունը կոնսոլիդացնի։ Տրամպն ասում է, ես հաղթել եմ, որպեսզի իր վարկանիշը բարձրացնի։ Շատ տրամաբանական խնդիր է, այսինքն զարմանալու բան չկա։ Մենք 21-րդ դարում ենք ապրում։ 21-րդ դարը այդպեսին է։ Այստեղ զարմանալու բան չկա։ Բայց իրականությունը իրականում մենա, որ իսկապես Իրանը պարտություն կրեց, ցավոք սրտի եմ ասում, ռազմական իմաստով պարտություն կրեց, բայց դա չի նշանակում, որ Հայկ Նահապետյանն է հակառակ կարծիքին, որ Իրանը ես համաձայն չեմ դրա հետ։ Իրանը այնուամենայնիվ ռազմական իմաստով պարտություն կրեց, բայց այնուամենայնիվ Իսրայելին չհաջողվեց ջարդել կենտրոնական իշխանությունը։ Այսինքն կենտրոնական իշխանությունը փաստացի քաղաքական իմաստով Իրանը հաղթեց, քաղաքական իմաստով, որտեղ իր կենտրոնական իշխանությունը պահպանվեց, ավելին կարամ ասեմ, Իսրայելը այս պատերազմի արդյունքում կորուստներով հանդես եկավ, որտեղ բարոյհոգեբանական իմաստով ինքը չկարողացավ ատոմային այդ էներգետիկայի բանի զենքի խնդիրը լուծել Իրանի, բայց հսկայական վնասներ եղավ եւ մարդկանց մի զգալի մաս պատրաստ է մտածումը արդեն հեռանալ Իսրայելից։ Չէ, ես նկատի Իրանին մեծ հարված տվեցին, այնուամենայնիվ մեծ կորուստներ ունեցան։ Մեծ հարված տվեցին, բայց անկախ ամեն ինչից, ես նույնպես եմ կրկնում,
Նաև Իրանը ցույց տվեց, որ իր հրթիռները կարող են հասնել։ Բայց բանը ճիշտ է։ Բայց ինչ որ է հիմա այդ 21-րդ դարում մենք զարմանալու բան չկա, որ ամենը տենց բան են հայտարարում, այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Մեզ հետոն է հետաքրքիր։ Մեզ հետոն է հետաքրքիր այն իմաստով, որ իսկապես մեզ ինչ կլինի զարգացումներ, տեսեք, միջին արևելքի զարգացումները մեր համար կարևոր են, որպեսզի իսկապես այդ խաղաղության բալանսը հաստատվի, որպեսզի պատերազմը քաոսի չվերածվի, որպեսզի իսկապես Իրանում կենտրոնական իշխանությունը չփլուզվի, դա շատ կարևոր է մեր համար, որտեղ կենտրոնական իշխանության փլուզումը դա սարսափելի հետևանքներ կարող է բերի կոնկրետ Հայաստանի համար։ Սա միանշանակ եմ ասում։ Մյուս կողմից էլ իսկապես խաղաղության հաստատումը միջին արևելքում իր բանով բումերանգով դրական ազդեցություն։ Բայց շատ հետ չգծեց Իրանին այս հարվածներով ահռելի։ Բայց նաև Իրանում հետ գծեց, բայց նաև մտորումներ տվեց, բայց նաև Իրանում հիմա անալիզներ կլինի, թե ոնց ստացվեց, որ իրանց ռազմական ամբողջ վերնախավը ոչնչացավ, այսինքն իրանց մեջ հսկայական այդ բանը լրտեսական համակարգերը իրանք պետքա վերանային թե ինչ։ Բայց այդ առումով Իսրայելը ինչ մաստիար կլաս չէ, ցույց տալիս։ Մտնել երկրի միջից պայթեցնել ամբողջ։ Ես կարծում եմ, որ դա Իսրայելի։ Դե Մեծ Բրիտանիան կլինի ԱՄՆ միասնական կենտրոնն է, որտեղ այդ նույն բանը կատարվեց նաև Ռուսաստանում։ Եվ դա ցույց տվեց, որ ժամանակից աշխարհում հիբրիդային պատերազմի պայմաններում բավականին լուրջ են նախապատրաստումը մինչև պատերազմը։ Արդյոք դա կանխարգելիչ բան չէ Ռուսաստանին այդպիսի հարվածներ տալ, որ դրան հաջորդի, որ այդ էս ինչ կարող է լինել կոմերսից Ռուսաստանում, որ հիմա Իրանի պահագայում քեզ խելոք պահի։ Դա Ռուսաստանում էլ հետևություններ կլինի, Իրանում էլ հետևություն կլինի, որ իրանք հասկանան, որ ժամանակից աշխարհում պատերազմները միայն զենքով չեն։ Նաև գաղափարական, քարոզչական, այնուամենայնիվ գիտելիքը տեխնոլոգիան ախտում է, այն իրանց հեռախոսները ձեռքի մեջ պայթում էր։ Այո, իհարկե, դա միանշանակ։ Այսինքն այնուամենայնիվ խելքն է, չէ՞, այսօր մենակ ինչի որ։ Դա համար եմ ասում 21-րդ դարը դա հիբրիդային պատերազմ, մանավանդ որ երրորդ համաշխարհային պատերազմ ոչ մեկ չի ուզում։ Մեծ գերտերությունները փորձում են ձեռնպահ մնան միջուկային զենքից։ Իրանք այդ պատերազմները անում են քողարկված ձևով, այսինքն Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանի հայտարարությունները եւ դրան հաջորդիվ զարգացումներ, խնդրեի կապ, եթե կա կապ տեսնեք, որ հարևան երկրից եղել են հարձակումներ Ադրբեջանից եւ չգիտեմ համընկավ իրար հետ, մեկ էլ այս օրերին ինչ է կատարվում Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի եւ կապը ուղղակի գոյություն չունի, պարզապես Իրանի դեսպանը Հայաստանում հայտարարեց այն ինչ որ փաստակված էր, այսինքն բանը Ադրբեջանի տարածքից այդ անընդհատ բաները աշխատել են իսրայելական, դա փաստակված է եւ Ադրբեջանը խիստ մտահոգված է այդ հանգամանքից, բայց Իրանն էլ այն վիճակի մեջ չի, որ ինքը ավելի կոշտ քայլերի գնա Ադրբեջանը, որովհետեւ ինքը բավականին թույլատրված վիճակի մեջ է։ Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Ինչ կլինի, ուղղակի այսպես հայտարարություններով կբավարարվեն։ Հայտարարությունը դա գիտեք ինչ է, հայտարարությունը որ մեսիջը ուղղակի մենք գիտենք ինչա կատարվել, մենք սպասելու ենք ինչ-որ մատ X պայի, որ մենք ուժեղանանք, մենք հիշացնելու ենք, որ դու դարել ես։ Ադրբեջանը հասկացավ թե ինչ մեսիջ է, ինքը խիստ մտահոգված է հիմա Իրանի ապագա հզորացումից, ինքն էլ հույս ունի, որ այնուամենայնիվ այդ պատերազմը Իսրայելի հետ կշարունակվի, Իրանը վերջնականապես կփլվի։ Այսինքն այն որ Ադրբեջանի եւ Իրանի մեջ կա անվստահություն խորը եւ այդ անվստահությունը անհուսալի է, դա փաստ է։ Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Բայց դա վաղուց չլիներ, պարոն Բոզյանը, Արցախը զավթելուց գրավելուց հետո պարզ չէ, որ այդ բազաներում համար են տեղադրում։ Չէ, ամեն ինչը կար, բայց մի բան է, որ դու հրապարակավ դա հայտարարում, իսկ բանը որ դու հրապարակավ չես հայտարարում։ Օրինակ Ռայսի մահը հրապարակավ չհայտարարվեց, չէ՞, թե ինչն է, բայց հիմա բոլորը ակնարկում են, որ դա սպանություն է եղել։ Իսկ ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրմանը, ապա այդ սրումը սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվեց ռուսական օդում։ Բայց շատերը ֆիքսում են, արձանագրում են, որ դա պատրվակ էր Ալիշեր Ալիևի կողմից, որպեսզի ինքը խորացնի սրացումը Ռուսաստանի դեմ։ Ես կարծում եմ, որ այդ խորացումը, սրացումը նաև պայմանավորված են հանգամանքը, որ իր վրա կա ճնշում Արևմուտքից եւ Թուրքիայից նախապատրաստվել արդեն կամա աստիճանաբար Ռուսաստանի տակից երկրորդ ճակատ բացելու, որտեղ Վրաստանում չկարողացան բացեն, իրենք նախապատրաստում են Ադրբեջանի այդ ճանապարհի համար։ Տեսեք, խոցվեց ինքնաթիռը, Պուտինը ներողություն Ռուսաստանից այս է Ռուսաստան ներսից։ Հա, այո, իհարկե ներսից, ոչ թե պատերազմ, արզա։ Տեսեք, խոցվեց ինքնաթիռը, որ խոցվեց, Պուտինը ներողություն խնդրեց։ Բայց Ալիևը հայտարարեց, որ ներողությունը բավարար չէ։ Ես պահանջում եմ պատժել մեղավորներին, հատուցում տալ եւ մի շարք պահանջներ, որը բնականաբար Ռուսաստանը
չէր ընդունի, որի արդյունքում սառեցվեցին հարաբերությունները։ Ավելին, այս տարվա փետրվարին գնաց արդեն գրողները ռուսական կառույցների վրա Բաքվում, որը մարտին, երբ որ ԵԱՏՄ երկրների նախագահները Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ զանգահարեցին Ալիևին, փորձեցին Պուտինը փորձեց միջնորդավորված Ալիևի հետ հարաբերություններ վերականգնել եւ խնդրեցին, որ ինքը մայիսի 9-ի պարադին մասնակցի, ինչ արեց Ալիևը, զորահանդես ուղարկեց, իր բանը զորախումբը ուղարկեց, ինքը չգնաց, կոմպրոմիսային որոշում, բայց երբ որ մայիսի վերջին ինքը ընդունեց պատվիրակություն Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորությամբ Սիբիգայի եւ ընդհանուր հուշագիր ընդունեցին եւ որտեղ Ադրբեջանը արդեն լայնածավալ օգնություն պետք է տար Ուկրաինային, ռուսական քաղաքական եւ հանրային դաշտում առաջացավ հարց. Եթե Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ օգնություն տալ Ուկրաինային եւ չի ճանաչում Ռուսաստանի տարածքները, որ ինքը գրավել է, չէ՞, կոպիտ ասած, չէ՞։ Իմի հարց. ադրբեջանական համայնքը, որ գործում է Ռուսաստանում, հսկայական միլիարդավոր դոլարներ է աշխատում եւ դոլարների մեծ մասը գնում է Ադրբեջան։ Այսինքն ստացվում է, որ Ռուսաստանը իր ադրբեջանական համայնքի միջոցով անուղղակիորեն ֆինանսավորում է Ուկրաինային։ Մինչդեռ այսօր ռուսական շրջանակները հետևում են, որ ռուսական բլոգերները, բիզնեսները, բաները հանգարց չֆինանսավորեն ուղղակի Ուկրաինային։ Այդ մարդկանց քրեական գործեր են բացում։ Հիմա հարց առաջանում, փաստորեն մենք այդ մարդկանց վրա քրեական գործ ենք բացում, բայց այն ադրբեջանական համայնքը, որը ֆինանսավորում է Ադրբեջանին, Ադրբեջանը ֆինանսում Ուկրաինային, մենք լուր հետևում ենք դրան։ Արդյունքում առաջ որոշում կայացեց, որ փաստացի մեսիջ ուղարկեն Ալիևին, որ պետք է այդ համայնքի խնդիրը լուծվի։ Ինչ արեցին։ Հունիսի 27-ին եկած Եվնաբուրգում ուժայինները ձերբակալեցին մոտ 50 հոգի 5 քրեական գործեր վերաբացելով, արխիվային գործեր 2000 թվականի, 2010 եւ 11 թվականների սպանությունների հետ կապված, բայց այդ գրոյի արդյունքում 2 ադրբեջանցի զոհվեց եւ կասկած կա, որ այդ մարդիկ զոհվեցին, չգիտեմ, ճնշման կամ դաժան ինչ-որ, չգիտեմ, քայլերի արդյունքում Ռուսաստանի ուժային շրջանակների կողմից, որը մեծ արձագանք ստացավ Ադրբեջանում եւ Ադրբեջանը փաստացի դեմարշներ արեց։ Ինչ արեց։ Սպուտնիկ Ադրբեջանի լրագրողներին բանը ձերբակալեց եւ ինչ զարգացումներ կլինի, ինչ որ է տանում այս ամենը։ Հիմա տեսեք, Ռուսաստանը փորձում է այսպես ասած մեղմել, ինչ զարգացում կգնա, բայց շատ կարևոր մի հանգամանք։ Ադրբեջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամության հանձնաժողովի նախագահ փաստացի կոչով դիմեց 3 միլիոնից ադրբեջանական համայնքին Ռուսաստանում ապստամբություն բարձրացնել, օգտագործելով մյուս մամեդականներին Ռուսաստանում, որը շատ բացասական ռեակցիա ստացավ ռուսական պետական քաղաքականությունից։ Որով դիմեց։ Հա? Ադրբեջանականը։ Թուրքիա, Ադրբեջան բարեկամության հանձնաժողովի նախագահ։ Դա փաստացի հիմա ռուսական շրջանակները հայտարարում են, որ սա անուղղակիորեն Թուրքիայի ազդեցությունն է, այսինքն Թուրքիան է փաստորեն մտած այս process-ի մեջ։ Սա է, այսպես ասած, իրենց տեսակետը։ Այսինքն սա տենց շատ լուրջ process է։ Ես էլ չեմ ասում, որ այնտեղ կային մարդիկ, բլոգեր կար, որ հայտարարեց, որ պետք է մենք վառենք Ռուսաստանի դեսպանատունը Բաքվում։ Այսինքն հիմա թե Ալիևը ինչքանով կգնա դեպի սրացմանը, ես չեմ կարող ասել, բայց հիմա այս պայթությամբ Ռուսաստանում որոշում է կայացվել, ապա մոնտաժը ադրբեջանական համայնքը։ Այսինքն իրանց բիզնես կառույցների վրա արդեն աշխատանք է տարվում։ Օրինակ Զատուլինն ասեց այն պահից, երբ որ կորցրեցինք Արցախը, այդ ճնշումը չի կարող լինել Ադրբեջանի վրա, ոնց որ։ Այսինքն եթե նախկինում կարևոր էր, եթե նախկինում Արցախով զսպող դեր կատարին, Արցախ որ չկա, իրենք ստիպված պետք է ադրբեջանական համայնքի միջոցով, բայց դա էլ բարդ խնդիր է, որտեղ այնտեղ միլիարդավոր դոլարներ են ներգրաված, ինտեգրված է պետական համակարգի հետ։ Հիմա Ռուսաստանը հասկանում է, որ այդ պետական համակարգի մեջ ինտեգրված մարդիկ անուղղակի լոբիստական աշխատանք են տանում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Կգնա այս առումով միջև վերջ Պուտինը։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ, որովհետեւ դա կախված է նաեւ Ալիևի քայլերից։ Եթե որտեղ Ալիևի վրա ճնշում կա նաեւ արևմուտքից, իրանք ասում են ռադիկալ քայլերի գնա, իրանք ուզում են խզել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որպեսզի Ադրբեջանը երկրորդ ճակատ բացի, բայց ոչ թե ճակատ պատերազմի իմաստով, այլ Ռուսաստանի ներսում է ճակատը բացի։ Այսինքն ինքը խրախուսի ադրբեջանական շրջանակներին, բայց եթե նկատել եք ադրբեջանական համայնքում էլ կա բանը կիսվեց, մի մասը ասեց, որ մենք մերժում ենք այս դիրքորոշումը, որովհետև դա կարող է բերել այն վիճակին, որ ադրբեջանցիները կարող են վտարել Ռուսաստանից։ Դա լուրջ վտանգ կա, որտեղ մոտ 3 միլիոն ադրբեջանցի ապրում է Ռուսաստանում։ Հիմա այդ հարցը ոնց կլուծվի, այս հարցի պատասխանը ես չունեմ, բայց պարզամի բան, որ
արդեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ արդեն ճակ է։ Այդ ճակը բայց այդ առաջին անգամ չի Չէ, արդեն դա ֆունդամենտալ ճակ, հա, ինչի ֆունդամենտալ ճակ, որովհետև այնքան բալասավորված տարա։ Չէ, ինքը այնքան ֆունդամենտալ ճակ է, որովհետև շատերը համարում են, որ հիմա Արցախի կորուստից հետո Ադրբեջանի ձեռքերը բացված են, որ ինքը արդեն դեպի ՆԱՏՕ դրեյֆ անի։ Մանավանդ որ ես ասեմ որ երբ որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանին ստիպեցին, որ ինքը ընդունի, որ Արցախը Հայաստան Ադրբեջանի մաս է, այդ շրջանակները Մակրոնները, այդ բաները ֆոն դեր Լայնները, բաները դրանք Շարլ Միշելները, դրանք սաղ այդ նույն այդ արևմտյան այդ համակարգը ինքը գլխավոր նպատակը Հայաստանին զոհաբերելով փորձում էր Ադրբեջանի ձեռքերը ազատել, որպեսզի հետագայում հակառուսական պլազդարան սարքի։ Դա նույն ծրագրի շրջանակների մեջ էր։ Հիմա այն ինչ որ կատարվում է Ադրբեջանում եւ ինչ որ կատարվում է Հայաստանում, նույն ծրագրի կոորդինացված փոխկապված process է։ Եվ նորից կանք, հա, Սամվել, բայց կարճ երկու նախադասությամբ ինչ է սպասում Սամվել Կարապետյանը։ Տեսեք, Սամվել Կարապետյանի հետ կապված նախ եւ առաջ սկսենք այն բանից, որ այստեղ պետք է ոչ թե ելույթներ, խոսույթներ, բաներ, այլ պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Մարտիկ Սամվել Կարապետյանից ոչ թե խոսք են ուզում լսել, այլ գործողություն։ Այն ինչ որ արեց Իվանիշվիլին։ Ինչ արեց Իվանիշվիլին։ Ինքը իսկ հնարավոր է որ ինչ որ բան դուրս գա եւ ընդհանրապես ոչ մի բանի։ Չեմ հավատում ես դրան։ Ես դրան չեմ հավատում, որտեղ գիտեք ինչի, որտեղ մարդը երբ որ միլիարդատեր է դառնում, իր մեջ առաջանում է արդեն առաքելություն, արդեն այլ, հատուց ինքը դա ինքը բիզնեսմեն չի շոու, ինքը արդեն տնտեսական գործիչ է, ինքը արդեն հանրային գործիչ է դառնում։ Միլիարդատերը հատկապես փոքր երկրի համար, ինքը արդեն սովորական բիզնեսմեն չի, ինքը արդեն հանրային լուրջ գործիչ է, եւ ինքը արդեն իր մեջ առաջանում առաջագալի առաքելություն երկրի համար խնդիրներ լուծելու համար։ Սա իմ կարծիքով այնքան ակնհայտ է, որ կարծում եմ, որ իմաստ չունի, որ դրա մասին խոսենք։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց կզրուցենք Հրանտ Բագրատյանի հետ։